Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս թողարկման ընթացքում դիտեք։ Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նա այժմ Երևանում հակակոռուպցիոն կոմիտեում է։ Զանգվածային անկարգությունների քրեական գործ Վարդան Ղուկասյանի աջակիցների դեմ 23-ը բերման են ենթարկվել։ Մեր սուրբ եկեղեցին անսասան է։ Բարձրաստիճան եկեղեցականների կալանավորում դատապարտումների ֆոնին Գարեգին II-ը իր հեռացման պահանջից չի խոսում։ Ռուսական միգրացիոն նոր խստացումներից բողոքող վարորդները սպառնում են դիմել ծայրահեղ մեթոդների։ Տղեկ, փագելուց, երկու հատ ֆուրել այստեղ փագեմ, որ ոչ ելներ ոչ մտնեն։ Ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած կնոջը Երևանում մահացած են գտել։ Թրամփը դեմ է արտահայտվում Ռուսաստանին նոր տարածքներ զիջելուն։ Նախ տեղափոխվենք հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ժամեր շարունակ գտնվում է Գյումրիի ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Րոպեներ առաջ նրա փաստաբանը շենքից դուրս եկավ եւ այժմ լրագրողների հետ է զրույցում, տեսնենք ինչ տեղեկություններ է հաղորդում, այնուհետև կապ կհաստատենք տեղում աշխատող մեր թղթակցի հետ։ Դեպքում հրապարակված զայնագրությունների մեջ դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող են վերաբերված լինել բացառապես գույքահարգերին կամ օրինականացման վճարներին։ Մեկ նրբություն, կներեք սա, մեկ նրբություն։ Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրի քաղաքում մինչև 2004 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունները օրինականացնել։ Եվ հիմա ցանկության դեպքում անգամ անհնար է դրանք եթե օրինականացվում է անօրինական շինությունը քաղաքային բյուջե եւ օրինականացման համար եւ հետագայում գումարներ են մուծելու։ Հիմա Գյումրու համայնքապետարանը դիմել է կառավարությանը առաջարկով, որպեսզի նոր ժամկետ սահմանեն ապօրինի շինությունները օրինականացնելու։ Եւ դրա համար կա նաեւ հաշվարկ, թե այսքան 1000 ապօրինի շինություն օրինականացնելու դեպքում ինչքան գումարներ կմուտքագրվեն բյուջե։ Հայոյանքներում են հայոյանքներում են։ Ախ այդ հայոյանքների կոնտեքստից դուրս անհասկանալի է դրանքում կարող է խոսքի մեջ էլ եղած լինեն կամ առհասարակ Վարդան Ղուկասյանը չի ընդունում այդ խոսակցությունները իր կողմից կատարված։ Հանրապետության այսինքն այդ ձայնագրությունը մոնտաժված է։ Կարող է մեկ այլ խոսակցությունից վերած կպցրացնել մեկ այլ խոսակցության, օրինակ մեկ խոսակցության մեջ առհասարակ ձայն չի լսվում, միայն այնտեղ գրավոր տեքստն է հրապարակվում։ Ես ինչ եմ անում, դրանք ինչ ձայնագրություններ են։ Ամեն դեպքում այդ ձայնագրությունների ամբողջական տարբերակ ունենալու դեպքում կհիշի միգուցե անձը թե կոնկրետ որ դեպքին եւ ինչին է վերաբերվել եւ հստակ բարձրաբանում կլինի, իսկ կդորների մեջ հիմա իսկ օրինական ճանապարհով են այդ ձայնագրությունները արվե գաղտնալսումները։ Բացի ձայնագրության հրապարակ մենք այս փուլում որևէ հարց չենք դեռ բարձրացնում, որտեղ նոր մարդուն մեղադրանք առաջադրին, այսինքն որևէ process չկա։ Հիմա այդ ձայնագրությունները եղել են, չեն եղել, օրինական են եղել, չեն օրինական չեն եղել կամ ստեղծվել են եղել ինչ-որ արհեստական միջոցներով, այդ հարցերի պատասխանը Այս բայդը միայն ձայնագրությունն է, իսկ ինչ որ մեկը ասել, օրինակ պարոն Ղուկասյանը իրենից կաշառք պահանջել։ Չկա նման բան։ Իսկ ենթադրյալ կաշառք տվողը ով է, ուր է։ Մարդը չի ճանաչում այդ բանը։ Ներողություն, կհստակ մարդուն հայտնաբերել է, այդ հարցը երևի իրեն պետք է տա, բայց վստահաբար եթե հայտնաբերած լինեին մեղադրանքի որոշման մեջ նշված կլիներ։ Իսկ պարոն Հայրապետյան, եթե հստակեցնենք այս պահին, ինչ մեղադրանք է առաջադրվել, դուք ինչ եք պատրաստվում անել ձեր հետագա գործողություններով։ Այս պահի դրությամբ խոշոր չափերի կաշառքի պահանջի մասին է խոսքը, որ իբր խոշոր չափի կաշառք է պահանջել։ Առաջադրվել է, հայտնի է ումից, բայց մեղադրանքի որոշման մեջ չի նշված, որ որևէ մեկը ասել է, որ Վարդան Ղուկասյանի հետ կաշառքի շուրջ համաձայնություն է ձեռք բերել, այլ մեղադրանքի մեջ ըստ էության նշում է միայն օպերատիվ ճանապարհով ձեռք բերված ինչ-որ տվյալների մասին։ Այսինքն դատավարական իմաստով ապացույցի մասին որևէ տեղեկություն չկա։ Պարոն Հայրապետյան, իսկ մյուս ձերբակալված այսպես են 7 անձինք, ինչ ձևով են կապվում պարոն Ղուկասյանի հետ, ինչ կապերով, թելերով, գործողություններով։ Եկեք տարանջատենք, էլի։ 7 անձանք
7 դրվագներ են նկարագրված, ընդամենը մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Ես հասկանում եմ, որ իշխող կուսակցության համակիրները սկսեցին շտապել եւ կաշառքների շղթա ներկայացնել, թե իբր տեսեք, այսքան ընդամենը մեկ դրվագն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Այն մնացած ձերբակալությունները չի իրականացվել Վարդան Ղուկասյանի դրվագի շրջանակներում։ Այլ գործ է, նույն գործի մեջ այս ժամանակահատվածում դեպքեր են, որի ժամանակ Վարդան Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Եթե այդ ընթացքում որևէ մեկը կաշառք է վերցրել խմբի կազմում, այդ եւ խումբը եղել է համայնքի ղեկավարը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այդ ժամանակ այլ անձ է եղել համայնքի ղեկավարը։ Ներողություն, մի բան հասկանանք, 8 անձ ձերբակալվել է, ներառյալ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բայց բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել, կաշառք ստանալ, այդ 4 միլիոնը բոլորի մեջ պետք է բաժանվեր։ Ասում եմ մյուսները եւս տարբեր դրվագներ կան 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, 25 թվականի փետրվար։ Ինչի բոլորին փաթեթով որոշեցին։ Դե հենց որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ աղմուկը մեծացնեն։ Ներողություն, եւս մեկ անգամ հստակեցնեմ։ Որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ արհեստական աղմուկ, այսինքն խմբակային ինչ-որ մեղադրանք, անհատական 8 առանձին քրեական վարույթներ են նախաձեռնվել։ հիմա միացվել են, բայց դրանք նախաձեռնվել են առանձին տարբեր դրվագներով, պարոն 8 հոգու մեջ պետք է բաժանվել մարդանի իշխող ազգը։ Հիմա նայեք 4 միլիոնը, ախր դուք ասում եք 4 միլիոն, քրեական վարույթը արտասանք 4 միլիոնի մասին չէ։ Քրեական վարույթը 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, փետրվար ամիսներին կատարված բազմադրվակ ենթադրյալ ինչ-որ գործողությունների մասին է, որը Վարդան Ղուկասյանին չի վերաբերվում։ Վարդան Ղուկասյանին վերաբերելի ինչ-որ հատված են վերցրել, կծել են այն մյուս բազմադրվակ գործերին, որպեսզի մեկ գործի շրջանակներում արհեստական աղմուկ ստեղծեն, որ Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանն է աշխատում, լսեցինք, որ ըստ փաստաբանի Վարդան Ղուկասյանին Գյումրիի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել, հիմա հենց նրա հետ կփորձենք ամփոփել ինչ են ասում իրավապահները այդ մեղադրանքի մասին, որը Ղուկասյանին է ներկայացվում, ինչ փաստաբանները եւ արդյոք Ղուկասյանը ընդունում է մեղքը, Ռոբերտ, խնդրում եմ այս հարցերին պատասխանես։ Բարի երեկո Աստղիկ, այո, ինչպես տեսակ փաստաբանը քիչ առաջ դուրս եկավ հակակոռուպցիոն կոմիտեից, նա հիմա էլ շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին։ Այս պահին գլխավոր հարցի պատասխանը թերևս այն է, որ Վարդան Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել, ինչպես փաստաբանն ասաց, խոշոր չափերով կաշառք պահանջելու հոդվածով, սա փաստաբանի խոսքերն են, եւ հիմա էլ արդեն կալանքի միջնորդություն է ներկայացվում։ Փաստաբանը հիմա էլ շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին, նա մանրամասնեց, որ գործով մյուս դրվագները, ինչի մասին հակակոռուպցիոն կոմիտեն այսօր կեսօրին էր ներկայացրել, որ նաև 7 այլ անձինք են ձերբակալվել, դրանք այլ դրվագներով են, նաև այստեղ խոսք գնաց այդ հայտնի ձայնագրության մասին, պաշտպանությունը չի բացառում, որ այն կարող է այսպես մոնտաժված եւ կոնտեքստից կտրված լինել, այստեղ լրագրողները այս հատվածում աշխատում են արդեն երևի թե 3 ժամից ավելին, գուցե եւ 4 ժամ, քիչ առաջ, ավելի ճիշտ քիչ առաջ չէ, հիմա էլ կարծես թե փաստաբան Զարուհի Փոստանջյանը, Երևանի ավագանուն դիմադիր անդամ, նույնպես այստեղ է, նա էլ փորձում էր ներգրավել որպես փաստաբան, պաշտպանել Ղուկասյանին, սակայն դա նրա մոտ չէր ստացվում, ի վերջո ներս մտնել չհաջողվեց, թեև ուներ իր ձեռքին գրություն, որ Ղուկասյանը ցանկանում է նրան ներգրավել որպես պաշտպան, սակայն մուտք գործել տեղում աշխատող ծառայողները թույլ չտվեցին, թե ինչ հայտարարություն արեց Փոստանջյանը դատարանի ներողություն քննչական կոմիտեի առջև, առաջարկում եմ հիմա դիտել։ Բռնության նաև գործողություններ, այսինքն ուժի գործադրում ոստիկանների կողմից եւ բացի այդ նաև իրենց հանդերձանքը, դուք տեսաք, այսինքն մենք տեսանք հանդերձանքը դեմքերը փակած ինչ որ զինվորական հագուստներով մարդկանց ներխուժում
ուր քաղաքապետարան, որտեղ իր բնականon ընթացքը քաղաքապետարանի ամբողջությամբ հաթարվեց, ժամեր շարունակ, հիմա մենք տեսնում ենք նաև օրեր շարունակ, արդեն ակնհայտ է, որ նաև քաղաքապետարանի աշխատանքն է ամբողջությամբ հաթարված։ Եվ դա նշանակում է, որ այն ինչ որ հայտարարվել էր, այսինքն սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալում, գործադիր իշխանությունը ընտրված տեղական ինքնակառավարման նկատմամբ ոտնձգություն է իրականացրել շատ բիրտ կոպիտ ձևով օգտագործելով իրեն վերապահված լիազորությունները չարաշահելով, այսինքն ոչ թե ի նպաստ օգտագործելով, այլ չարաշահելով։ Ռոբերտ, դու հենց նոր կալանքի միջնորդության հնարավորությունից խոսեցիր, ես ուզում եմ հստակեցնես, որտեղից այդ տեղեկությունը, արդյոք այդպիսի միջնորդություն արդեն կա և երբ կլինի քննությունը, եթե այո կա։ Աստղիկ այս տեղեկությունը հենց հակակոռուպցիոնից են մեզ փոխանցել, իսկ թե երբ կլինի միջնորդության քննությունը, ես այս պահին չեմ կարող, հենց այս ճեպազրույցի մեկնարկին աղմուկը շատ էր, կարծես փաստաբանը, եթե չեմ սխալվում, ասաց, որ պատրաստվում է նրան արդեն դատարան տեղափոխել, թե երբ կսկսվի բուն քննությունը եւ ինչքան կշարունակվի այն, ասել դա կանխատեսումների ժանրից է, իսկ այստեղ բացի բուն այս հարցազրույցներն ու ճեպազրույցները նաև երկու անգամ շտապօգնության մեքենա եկավ, առաջին անգամ հայտարարեցին, պարզաբանեցին, որ հենց Վարդան Ղուկասյանի համար են եկել բժիշկները, հիմա էլ մեքենան դեռ այստեղ է եւ ես տեսնում եմ, որ բժիշկները քիչ առաջ հեռացան, Ղուկասյանի առողջական վիճակի մասին էլ այս պահին շատ բան ասել չեմ կարող, մանրամասներ չկան։ Այս պահին թերևս այսքան Աստղիկ։ Շնորհակալ եմ, Ռոբերտ Զարգարյանը հակակոռուպցիոն կոմիտեի մոտից էր պատմում, Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորելու միջնորդություն իրավապահները կներկայացնեն, թե քննությունը երբ կլինի, ազատությունը ճշտում է, տեղեկություն լինելուն պես կփոխանցենք։ Հիմա պատմենք բուն ձերբակալության մանրամասները, իրավապահներին ժամեր շարունակ չէր հաջողվում դա անել։ Ձերբակալության համար նրանք ուղիղ քաղաքապետարան էին գնացել, ոստիկանական ուժերի եւ Ղուկասյանի համախոհների միջև պարբերաբար սրվող իրավիճակին զուգահեռ ուժայինների շարքերն էին ստվարանում։ Ի վերջո տեսախցիկները ֆիքսեցին Ղուկասյանի ձերբակալության պահը, նրան հանեցին քաղաքապետարանի հետնամուտքով։ Վերջին շրջանում իշխանությունների եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները ել ավելի էին լարվել, երբ Ղուկասյանը վերահաստատել էր կարծիքը, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ մի դաշինքում լինի, իսկ վարչապետն արձագանքել, թե Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողները պետք է դուրս շպրտվեն հանրային եւ քաղաքական կյանքից։ Գյումրիի քաղաքապետին ձերբակալելու համար իրավապահներից շուրջ 6 ժամ պահանջվեց, ի վերջո Վարդան Ղուկասյանին ոչ թե քաղաքապետարանի գլխավոր մուտքից հանեցին, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած, այլ հետնամուտքից ու տեղափոխեցին Երևան, հակակոռուպցիոն կոմիտե։ Համաձայն կոմիտեի հաղորդագրության Վարդան Ղուկասյանը եւ եւս 7 հոգի, այդ թվում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալվել են 4 միլիոն դրամ կաշառք ստանալու համար։ Առավոտյան քաղաքապետարան ուժայինների մտնելուց կարճ ժամանակ անց կոմիտեն հրապարակելով մի շարք գաղտնալսումներ հայտնեց։ Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1 դրոպին հասցեում կառուցվել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն, դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն դրամ գումարի կաշառք։ Մինչ իրավապահները քննչական գործողություններ էին անցկացնում քաղաքապետարանի շենքի ներսում ու փորձում ձերբակալել Վարդան Ղուկասյանին, դրսում հավաքվել էին նրա աջակիցները, զուգահեռ ավելանում էր ոստիկանների թիվը։ Գյումրիի քաղաքապետը նախքան ձերբակալվելը կարճ խոսել էր տեղի ունեցածի շուրջ։ Խոսեմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում ենք
թող նայեն ինչ որ է ոնց որ պետք է։ Ինչ ուզում է լինի։ Դրանից հետո ամեն ինչ երևա ամեն ինչ կանեք։ Գյումրին տեխնիկոն է։ Այդ ընթացքում ԿՊԱ-ական նավագանու անդամները կադրեր էին հրապարակում մանկապարտեզներից, պնդելով, թե երեխաներին տուն են ուղարկել, որ աշխատակիցները հրապարակ գան, ի աջակցություն Ղուկասյանի։ Ժամեր անց կրթության նախարարությունը զգուշացրեց տնօրեններին, նախատեսում են հաղորդում ներկայացնել իրավապահներին իրենց ստացած ահազանգերի հիման վրա։ Գյումրիում նաև տրանսպորտ ներկատվածահար եղել միկրոավտոբուսները քաղաքապետարանի մոտ էին կայանված։ Ղուկասյանի ձերբակալությունից հետո նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը Գյումրիի քաղաքապետի դիրքորոշումը փոխանցեց։ Կասկածներ կան, որ փորձում են մարդկանց առածները բերել կապել Վարդան Ղուկասյանի հետ։ Այս պահին Վարդան Ղուկասյանի դիրքորոշումը հետևյալն է։ Անկամ ինքը ուրախ կլինի, եթե ապացուցվի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան արել եւ բացահայտվել է, բայց խնդիրը այլ է։ Երբ որ մինչեւ քերական վարույթ նախաձեռնելը կամ մինչև քննչական գործողությունները, ԿՊԱ-ական բոլոր падգամավորները, որպես հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակներ, տիրապետում էին նախաքննական գաղտնիքին եւ հրճվանքով նյութեր են հրավիրում, սա արդեն խոսում է այն մասին, այստեղ կատարված իրավական գործընթացներ, թե ԿՊ-ի գործընթացները։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրությանն ու գաղտնալսմանը, փաստաբանը ասաց. Հաղորդագրության մեջ եղած որևէ խոսակցություն կաշառքի չի վերաբերվում նախ։ Սա մեկ, երկրորդը, այն ինչ որ կա այստեղ գրված, չի վերագրվում Վարդան Ղուկասյանին։ Նկարագրության մեջ այլ անձի է վերաբերվում։ Այլ տվյալներ այս պահին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում խոսքը այլ անձի մասին է։ Այսօր մեծ թվով ոստիկաններ էին տեղափոխվել Գյումրի ուժայինների մուտքը Վարդանանց հրապարակ հավաքվածները դիմավորեցին ամոթ վանկարկումներով։ Անընդմեջ լարվում էր նաև իրավիճակը, հրմշտոց ու բախում եղավ։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ 23 հոգի է բերմանի ենթարկվել։ Քննչականն արդեն քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած իրադարձությունների փաստով քրեական վարույթ է հարուցել։ 3 բավականին ծանր զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի ծառայության գործունեությանը միջամտելու եւ արդարադատության իրականացման կամ գործի քննությանը միջամտելու հոդվածներով։ Պնդում են մի խումբ անձինք բռնություն են գործադրել, գույք ոչնչացրել ու վնասել։ Կես տարի պաշտոնավարող Գյումրիի քաղաքապետը ձերբակալվեց վարչապետի հայտարարությունից ուղիղ 20 օր անց։ Արձագանքելով Հայաստանը Ռուսաստանի հետ նույն դաշինքում տեսնելու մասին Ղուկասյանի հայտարարությանը, Փաշինյանը սա որակել էր Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություն եւ ասել, որ նման հայտարարությունների հեղինակները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից։ Ղուկասյանը սա քաղաքական հետապնդում ու կյանքի սպառնալիք էր որակել, կանխատեսել էր իր կալանավորումը։ Նա արդեն իսկ մեկ այլ փողերի լվացման ու պաշտոնական դիրքի չարաշահման գործով մեղադրյալի աթոռին է։ Իրավապահների գործողություններից հետո արդեն Ղուկասյանի աշխատասենյակի դուռը փակ էր։ Վաղը ըստ ամենայնի քաղաքապետին կփոխարինի իր առաջին տեղակալ փեսան։ Իշխանության քննադատության մյուս թիրախն էլ կաթողիկոսն է, որի հեռացման հարցը պաշտոնյաների ամենօրյա օրակարգ է մտել։ Բարձրաստիճան եկեղեցականների քրեական վերջին գործերից եւ ձերբակալություն կալանավորումներից հետո շատերը չեն բացառում, որ նոր վարույթի հասցեատերը հենց Գարեգին II-ն է։ Վեհափառը երկարատև դադարից հետո 3 հրապարակային խոսք է ասել, հեռանալու մասին ակնարկ անգամ չի արել։ Ավելի քան 4 ամիս լռություն պահպանելուց հետո ամենայն հայոց կաթողիկոսը հարբուխային ձայնով հասկացրեց մտադիր չէ հեռանալ։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների մեր Սուրբ եկեղեցին անսասան է։ Երեք երեկոյան մեր ձևով շարժման մասնակիցները ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Մայրաթոռ։ Տաճարում միասնական աղոթքից հետո վեհափառը օրհնեց ուխտավորներին, ասաց մեր սրտերը ծանրացած են, քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում են նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ։ Հավատում ենք, որ Աստուծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։
Կիրակի, երբ ուխտավորները մայրաթոռ էին հասել, վեհափառին ու եկեղեցուն աջակցություն հայտնելու, Հայաստանի վարչապետը դարձյալ հոգևոր օրակարգով, բայց Վատիկան էր ուղևորվել։ Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի հանդիսապետությամբ arczepiskopos Իգնատիոս Մալոյանի եւ եւս 6 հոգու սրբադասման արարողություններ։ Օսմանյան կայսրությունում ծնված հայր Իգնատիոսից թուրք զինվորները պահանջում են, որ իսլամ ընդունի, նա մերժում է ու գնդակահարվում 1915-ին։ Arczepiskopos Մալոյանին Վատիկանը դեռ 25 տարի առաջ էր երանելիների շարքը դասել։ Սրբադասման արարողությանը ամենայն հայոց կաթողիկոսն էլ հրավիրված էր, սակայն Վատիկանում նրա ներկայացուցիչը խաժակ arczepiskopos-ն է մասնակցել արարողությանը եւ դրան հետեւած ճաշին։ Կադրերում տեսնում ենք նրա շփումը Հայաստանի վարչապետի հետ։ Բնականաբար, երբ որ ներկա ես, երբ որ գողջուն եք, պիտի պատասխանես այդ ողջույնը։ Արդյոք arczepiskopos-ը Փաշինյանի հետ քննարկել է եկեղեցի պետություն գերլարված հարաբերությունների հարցը, իշխանական թիմի կտրուկ ու կոշտ պահանջները ուղղված Գարեգին II-ին, թե ազատիր վեհարանը։ Անշուշտ, ինչ պետք է լա, բայց այսօր չեմ գնալ պաշտոնապես, որովհետև ոչ պաշտոնական բան էր այդ։ Ռասնապես հասնական իմ բանը իրեն փոխանցեցի։ Խոսել է, բայց հանրայնացնել չի կարող խաժակ arczepiskopos Պարսամյանը դեռ տեսնում է երկխոսության, հաշտության հնարավորություն։ Գիտեմ, որ շատ բրգված վիճակ է, բայց պետք չէ, ինչպես սկսեն ցերկերը լվալ, պետք է ամեն ձևով փորձել հարցերը լուծելու։ Նրա ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ Հռոմի Պապը ողջույնի խոսքում արարողությանը մասնակցող երկրների ղեկավարներին հիշատակեց, իսկ Հայաստանի վարչապետին ոչ, միայն նշեց Հայաստանի ու Վենեսուելայի պատվիրակություններ։ President of the Italian Republic and the President of Lebanon and the distinguished official delegations, especially of Armenia and Venezuela. Իդալիո նախագահային, Բանիլիփանանի նախագահային բարեկալուս մաղթեց, բայց վարչապետին մասին բամը չսավ։ Arczepiskopos-ը չի շտապի եզրակացնել, թե Պապն այսպիսով իր վերաբերմունքն է արտահայտում կաթողիկոսին գահից իջեցնելու գործն սկսած Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Դժվար է ասել, բայց երբ որ միստերն անունը գուտա, վարչապետի անունը չի դար, Վատիկանը այնքան նուրբ քաղաքականություն ունի, որ Նուրբ քաղաքականության շրջանակներում Հռոմի Լևոն 14-րդ Պապը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ, ըստ կառավարության լրատվականի հայ-ադրբեջանական խաղաղության նաև հումանիտար հարցեր են քննարկվել։ Շուրջ մեկ ամիս առաջ Պապի հյուրն էր նաև ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի հուշարձանների մասին պատմող ալբոմով։ Հայաստանում ուրբաթ օրվանից եռում է հարցը 3 սրբազանների կալանքից ու տասնյակ քահանաների բերման ենթարկելուց հետո հերթը կաթողիկոսինն է, վեհափառն առայժմ քրեական որևէ գործումներ գրավված չէ։ Արագածոտնի թեմի առաջնորդի ու դիվանապետի կալանավորումից հետո իշխանական լրատվամիջոցում մի ձայնագրություն տեղադրվեց, որում հնչում է վեհափառի անունը։ Նախկին հոգևորականը ձայնագրությունում պնդում է Գարեգին II-ն իրեն պարտադրել է մասնակցել ընդդիմության ցույցերին։ Քննչական կոմիտեից տեղեկացանք Վարույթ նախաձեռնվել է դեպքի արդիվ, հետապնդվողներ դեռ չկան։ Ինչու են անակնկալ առավոտ շուրջ ժամը 7-ին ներխուժում մեր բնակարան, այսի նորմալ չի, երիք չի ներխուժել են, հələ շամն էլ քաշքշում էին, շունը դե իր տարածքը պաշտպանում է, այսինքն դուրս ենք եկել, որ մեր շանը իրենցից փրկենք, էլի։ Արագածոտնի թեմից Տեր Վրթանես քահանան մինչև այժմ տարակուսած զայրացած է։ Վաղ առավոտյան ներխուժել, խուզարկել, բերման ենթարկել, ինչու եթե կարող էին թեմ ծանուցում ուղարկել ու իրենք բոլոր քահանաներով կգնային քննչական կոմիտե։ Նրա ընտանիքն այդ քննչական գործողությունից հետո ուղղակի պարալիզացված է։ Ոչ միայն իմ հեռախոսն են արգրավել, այլ նաև կնոջս եւ 4 երեխաների հեռախոսներն են արգրավել եւ տանը եղած համակարգիչների հիշողություններն են բռնագրավել եւ ասենք ընտանիքս հայտնվել է շատ անհարմար վիճակում, երեխաներս ուսանող են, կինս դպրոցում դասավանդում է։ Խուզարկության ողջ ընթացքում ասում է գիշերազգեստով եմ եղել, ենթադրում է իրավապահները զենք են փնտրել 44-օրյային մասնակցած քահանայի տանը։ Քննիչներից մեկը բա օրինական է զենք չունես, դրանից հասկացա, որ զենք են փնտրում։ Տեր Վրթանեսը զրպարտություն է որակում Հովանավանքի քահանա Տեր Արամի պնդումը, թե թեմի առաջնորդից հրահանգ են ստացել մասնակցել ընդդիմության ցույցերին։ Քրեական գործ հենց այդ պնդման հիման վրա էր հարուցվել։ Քահանան այժմ վկայի կարգավիճակ ունի այդ գործով։ Ասաց, եթե իրավապահները վեհափառին էլ հասնեն, պատրաստ են։
Մենք Աստծո օգնությամբ ցանկացած գործընթաց հաղթահարելու պատրաստ ենք։ Աստված վեհապարին, եկեղեցական դասին եւ մեր բարեպաշտ ժողովրդի օգնականը։ Եկեղեցին նմանատիպ բաներից չի վախենում։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն անդրադարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը, կարծիք հայտնելով, որ առաջընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական լանդշաֆտը։ Անցած շաբաթներին տարածաշրջան այցելած եվրոպացի պաշտոնյայի կարծիքով տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասը առաջին անգամ ունի իրական հնարավորություն բացելու Եվրոպան եւ Ասիան կապող առևտրային եւ տրանսպորտային ուղիները, իսկ փոխկապակցված շուկաները եւ հասարակությունները կարող են ամրապնդել երկարաժամկետ կայունությունը։ Նախորդին Բրյուսելը Հայաստանով անցնող Թրամփի ուղի նախագծին անմիջական ներգրավվածություն պատրաստակամություն էր հայտնել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ռուսական միգրացիոն նոր խստացումներից բողոքող վարորդները սպառնում են դիմել ծայրահեղ մեթոդների։ Տղեկ, փագելուց, երկու հատ ֆուրել այստեղ փագեմ, որ ոչելներ ոչ մտնեն Ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած կնոջը Երևանում մահացած են գտել։ Թրամփը դեմ է արտահայտվում Ռուսաստանին նոր տարածքներ զիջելու։ Այսօր դարձյալ բողոքի ակցիայի են դուրս եկել Ռուսաստանում միգրացիոն նոր խստացումներից բողոքող վարորդները։ Նախ կառավարությունում են նրանց լսել, հետո Ռուսաստանի դեսպանատուն են գնացել։ Բայց հայտարարություններից դատելով դժգոհ են դուրս եկել եւ ասում են իրենց խնդիրները լուծելու համար վերջնաժամկետ են տվել, եթե ոչ կգնան ծայրահեղ քայլերի, փողոցներ փակել եւ այլն։ Բեռնատարների վարորդները, լոգիստական ընկերությունների ներկայացուցիչներն առավոտից հավաքվել էին կառավարության շենքի առջև եւ պահանջում էին, որպեսզի կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ, որ այնտեղ հունվարի 1-ից ուժի մեջ մտած միգրացիոն օրենքների խստացումները չազդի, չտարածվի վարորդների վրա բեռնափոխադրում իրականացնող, ըստ այդ փոփոխությունների ու խստացումների, եթե նրանք նախկինում 1 տարվա մեջ 180 օր կարող էին մնալ Ռուսաստանի Դաշնությունում, ապա հիմա ժամկետը կրճատվել է եւ այնտեղ կարող են գտնվել ընդամենը 90 օր։ 90 օրը գերազանցելուց հետո վարորդներին սպառնում է նախ տուգանք, հետո արտաքսում 3-ից մինչև 5 տարվա մուտքի արգելքով։ Ոստից սաղին 20,000 փող են ուզում, մենք է փող չտվինք այդ կար։ Հետո ասին, դեվորտենց բաժին ենք տանում, տալան բաժին, մատնահետքեր, բան սաղ վերցրեցին, զապրետը դրին ուղարկին։ Էսի պաստանավլենին է, ըստ որի 5 տարի իրավունք չունենք մտնենք Ռուսաստանի տարածքը։ Կառավարության շենքի առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից 6-7 հոգանոց խումբ բարձրացավ կառավարություն, նրանք նամակ էին պատրաստել, որպեսզի հանձնեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, նրանք առավոտից պահանջում էին, որ իրենց ընդունի Մհեր Գրիգորյանը, հետո իջան եւ լրագրողներին ասացին, որ իրենց ընդունեց համապատասխան վարչության ներկայացուցիչը։ Մհեր Գրիգորյանը ծանրաբեռնված է, ինչած է, չգիտեմ, վերջը, ասին այսօր շատ ուժեղ ինքը զբաղված է։ Մենք գոնե լուսամուտից ասենք մի բան ասենք, ինչ այն օրը որ ասեց Պապոյանը ազդակ ունենք ինչ ոչ մի ազդակ էլ չկա։ Սաղ սուտ է։ Դիմումը տվել ենք, բայց ոչ մի բան չկա, ասին որ աշխատում են այս ուղղությամբ, կոնկրետ այս բանի ոչ մեկ ոչ մի պատասխան չի կարա տա, հիմնականում կախված է Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի Դաշնությունը պետք է օրենքի փոփոխություն անի։ Մարդիկ ունենք, որ այնտեղ դեպորտի տակ են, ձերբակալված են, ոչ մի տեղեկություն չկա։ Այստեղ էլ մարդիկ բարձած կայնած են, 2-300 հոգի մարդիկ ոչ մեկությամբ չի կարեթա։ Մեզ ոչ մեկ չի լսում այս երկրում։ Միակ տարբերակ կա մեզ լսելու։ Մենք եթե մինչև ժամը 5-ը պատասխան չտվեցին, լրիվ կատվածահար ենք անում Հայաստանի Հանրապետությունը։ Լրիվ տամոժնաները փակում ենք, Երևան քաղաքը փակում ենք մեր բեռնատարներով։ Վարորդները դժգոհ իջան կառավարությունից եւ շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Ասում ամենակ նամակ գրեք գցեք ящիկը։ Всё։
Արեք։ Հա, չեն ընդունում ապա։ Всё, ապա։ Ուրեմն տղեկ, փագելուց երկու հատ ֆուրել այստեղ փագեմ։ Որ ոչ ելնեն, ոչ մտնեն ապա։ Տակոյ հատմետ։ Առաջ անգամ ասեն սպասեք, եսա մարդ դուս կգա, երկրորդ անգամ էլ ասեն սով պիսմնն վիզի, իսու։ Ենքան նամակ են գրե հետո, հո մենք բանը չենք նամակ ռուսաց տակավորին։ Մենք եսա մեր գործը կանեն կտնեն որելնա նամակը։ Օրերով 60 օրով, 50 օրով, 40 օրով կաբինգի մեջ մնացել են։ Մի քանի ժամ էլ կդիմանանք, ոչինչ։ Շոֆերը քաղաքականության մեջ չկեն, որ ասում է շուտոն չզբաղվել քաղաքականության պոլիտիկա։ Մենք ինչ գործ։ Իշխոր պիտայինը պոլիտիկայի մեջ չկա, այդպես է շոֆերը չկա։ Մենք մեր ձևով պետք է մեր հարցը լուծենք, դուք չկարողացաք շոֆերի ձևն է, դի ուրիշ ձևի չմտածեք քաղաքական ձևերը։ Ռուսաստանի դեսպանատան առջևից կրկին վրթովված վարորդները շարժվեցին դեպի արտաքին գործերի նախարարության շենք, մի մասը կառավարության շենք գնաց։ Նրանք պնդում են, որ եթե այսպես շարունակվի եւ Հայաստանի կառավարությունը չկարողանա բանակցությունները սկսել կամ եթե սկսել են, ապա արագացնել, ապա առաջիկայում Հայաստանում բեռնափոխադրում իրականացնող որևէ վարորդ չի մնա, որը չի ստացել այդ մուտքի արգելքը եւ հետեւաբար բեռնափոխադրում չի իրականանա։ Երևանում մահացած է հայտնաբերվել ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած եւ Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովան։ Ոստիկանությունը միայն հայտնել է, որ զանգահարել է մի քաղաքացի եւ տեղեկացրել, որ Դեմիրճյան փողոցի Վարդցով բնակարաններից մեկում կնոջ դիկա։ Նշանակվել են փորձաքննություններ, առայժմ տեղեկություններ չկան, ինչից է վրա հասել մահը, արդյոք կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել։ 23-ամյա կինը որոնվում էր որպես անհետ կորած։ Մանրամասներ հայտնի չեն, թե անձնական ինչ խնդիրներ է ունեցել Բայմուրադովան Չեչնիայում։ Ընկերներն ասում են, չի հաշտվել բռնատիրական կարգերի հետ։ Այշաթի երևանյան ծանոթներից մեկը, որ ահազանգել էր նրա անհետացման մասին, սեփական անվտանգության նկատառումներով անանուն մնալու պայմանով ազատությանը պատմել է, որ այդ օրը Բայմուրադովան հյուր է գնացել Ինստագրամի միջոցով ծանոթացած մի աղջկա։ Якобы тоже из Чечни, но живет в Москве. Իբր ինքն էլ է Չեչնիայից, բայց ապրում է Մոսկվայում։ Կարինա անունով այդ աղջիկը, որը կարծես կեղծ օգտատեր էր, հրավիրել է իր վարձած բնակարան։ Դատելով տեղի ունեցածից, դա ծուղակ էր։ Այդ օրվանից հոկտեմբերի 15-ից նա կապի դուրս չի եկել։ 15 числа она не выходила на сессии, даже как бы не российские законы, а вот именно чеченские. Անգամ ոչ թե ռուսական օրենքներից, այլ հենց Չեչնիայի կարգերից էր փախել։ Նա ցանկանում էր ապրել ինչպես այլ երկրներում է, Հայաստանում, Եվրոպայում։ Չեչնիայում դա անհնար էր, հատկապես անհաշտ էր այն բարքերի հետ, թե ինչպես պետք է կինն ապրի Չեչնիայում։ Как должна жить женщина? Новую жизнь как бы пытаются начать. Փորձում էր նոր կյանք սկսել։ Ես հանգամանքները չգիտեմ, բայց սա ոչ մի դեպքում չէր կարող ինքնասպանություն լինել։ Նա բռնի հանցագործության զոհ է։ Բացի գործի քննությունից եւ բացահայտումից, Հայաստանի իշխանությունները պետք է նաեւ հռչակագրային մակարդակում խոսեն սրա մասին եւ շեշտեն, որ Հայաստանը չի կարող լինել այն երկիրը, որտեղ մեկ այլ երկրի իշխանությունների դրդմամբ կամ լուր համաձայնությամբ կարող են ինչ-որ տղամարդիկ գալ եւ նման սպանություններ իրականացնել։ Այս դեպքը իմ կարծիքով նաեւ նշան է, կոչ է բոլոր այն մյուս Ռուսաստանի քաղաքացիներին, նաեւ այդ Հյուսիսային Կովկասի կանանց, որ Հայաստանը ձեր համար ապահով տարածք չի եւ ուր էլ փորձեք փախչել, միևնույն է մեր ձեռքերը ձեզ հասնելու են։ 2 օր առաջ քաղաքացին Սպիտակի ՔՊԱ-ական քաղաքապետին մեղադրել էր հենց քաղաքապետարանի շենքում իրեն ծեծելու մեջ։ Վարչական ղեկավարը հերքում էր, երբ գնդակն իրավապահների դաշտում էր, արձագանք բառից բուն իմաստով չեղավ։ Իրավապահ մարմինները Քարաձորցի Գագիկ Էմինյանի բողոքն առանց քննության կթողնեն, եթե անգամ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իսկապես նրան ծեծել է։ 2 օր առաջ Քարաձորի բնակիչը նման բողոքով ոստիկանություն էր դիմել։ Այսօր քննչական կոմիտեից հայտնեցին գանգատը մասնավոր է, քրեական օրենսգրքի վերջին փոփոխություններով դեպքը կարող է քննել միայն դատարանը, այն էլ եթե ենթադրաբար ծեծված քաղաքացին ինքը դիմի դատարան։ Հակառակ դեպքում անգամ եթե բարձրաստիճան պաշտոնյան իսկապես մեղավոր է, կմնա անպատիժ։
Երկու օր առաջ 35-ամյա Գագիկ Էմինյանն Ազատությանը պատմել էր, Սպիտակի քաղաքապետարան էր գնացել ընդամենը իր ջրի խնդրով։ Այնտեղ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իրեն հայհոյանքով, վիրավորանքով ու հարվածներով էր պատասխանել։ Այսօր չնկարահանվելու պայմանով ասաց, իր պահանջը միայն ջրի մասին է։ Սաղդ ինձ բզել հանիք, ամեն ինչ հանեցիք։ Իմ անուն, իմ կլասը մեկ քցի, ռուշտոտա, ինձ մեր հատ ջուր տվեք ու պրսնենք մենք դրանով։ Լալասի ջուրը քեզ։ Ես տալիս Արսենի Արմանի դռնով է քեզ։ Այս խիպը տինդի անտաս դու ջուր։ Դե դու սենց ուզեցիր քաղաքապետարանն էլ բերեց իր քաշել ես։ Քաղաքապետարանի շնորհակալ եմ, որ իր հաշվին քաշել։ Իր հաշվին չի, հաստատ ոչ մեկը իր ջեբից իմաց ջուր չի քաշեմ։ Ինչ արել են, լավ են արել, ապրեն իրան։ Դե մեր հետևած եք, թող ինձ ջուր գա, էս էլ իմ լվացքի մեքենայի ջուրն այլեխան շորերը չեն կարող լվալ։ Ես Նիկողոսյանին էլ չեմ մեղավոր բռնել, քեզ է։ Ո՞վ է շարով տալի։ Ես շարով չեմ տալի։ Հենց արեցիք, որ ես հասա ընդե։ Սաղդ ինձ համաշխարհային հանեցիք։ Ում գնամ լացել եմ, որ իմ քյորփի մար ջուր գա, իմ երեխեն ռավոտ բալուսով չգնա խալխի տները լվացի։ Չենք խիա գալի։ Երկու րոպե գալիս, այլ չի գալի։ Գյուղում սուբվենցիոն ծրագրով միլիոնավոր դրամներ են ծախսվել։ 120 տան համար խմելու ջուր են հասցրել, բայց տնակում ապրող Գագիկի ընտանիքն այդ թանկարժեք ջրից այդպես էլ չի օգտվում։ Ես չեմ դու ես ձմեռա գալի։ Ես ինչ եմ անի, որ լայն տրուբեքի ալի։ Դե մենք բաց ենք, նոր ենք բացարել։ Բայց նոր եք բացարել, բասարք եք ցավը տանեմ, որ ես էսա ձմեռը տարապ եմ ոնց։ Ուր ծասին, կացի ջուրը գան որ ծասին։ Տրակտորը բերեն։ Էս ամսուկ էսա կացեմ եմ։ Այսօր գյուղի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանն ասաց, Քարաձորի բնակիչների մեջ ջոկողություն չեն դնում։ Գագիկի տնակ ջուրը հատուկ ջրագծով են անցկացրել, բայց ինչու այդպես էլ տեղ չի հասնում, նրա համար էլ հանելուկ է։ Հաստատում է միայն մի քանի անգամ ջրի նոր անցկացված ջրագիծը խցանվել է, իրենց ուժերով բացել են։ Գագո ջան, ես բերեցի ու ջուրը փչեցի։ Այ փչելով հարցալուց բացեցի։ Ասիստիկ դեմ։ Չէ, բերեցի բացեցի։ Հիմի արել ես, ամեն ինչ արել ես։ Արել եմ։ Գալիս է։ Չի գալի։ Բայց ես ինչ արել, ում գնամ ասել։ Բայց ինչու է խմելու ջրի խողովակը գրեթե ամեն օր խցանվում, դրա պատասխանն էլ չկա։ Վարչական ղեկավարը ցույց է տալիս 200 մետրային կողմ նույն ուղղությամբ հարևանն այս պահին էլ վարար ջուր ունի։ Փոքրի ջուրը գա, ես եմ եղավ, ես եկել եմ, իրա ջուրը սենց եկել է։ Կարող է վերջի գալիս, նա։ Ես տգա զաբիտանի, ով է մեղավոր։ Մինչդեռ Գագիկենց ծորակը չոր է։ Էս է մի ամսուկ էսա ես ջուր չունեմ։ Ես իմ քյորփի մար մի պտխուն ջուր եմ ուզում։ Ուրիշ բան չեմ ուզում։ Всё։ Զրույցի ավարտին վարչական ղեկավարը Գագիկին հորդորեց, որ համայնքապետի դեմ բողոքը ոստիկանությունից ետ վերցնի։ Գագիկն այդպես էլ հստակ չպատասխանեց կհրաժարվի բողոքից, թե ոչ, մանավանդ որ քննչականը որոշել է բողոքն անհետևանք թողնել։ Ես մենակ այս հարցը լուծեն, ինչ ջուր տան։ Ուրիշ ոչ մեկից ես բողոքավոր չեմ։ Ընդհանրապես ոչ քաջոյից, ոչ նրանից, ոչ գեղապ, ոչ մնից։ Մենակ իմ ջուրը գա, всё։ Լալասի հիմի խելոք մնա, կտենանք ինչ ենք անում, մի հարցով կլուծենք։ Այս մեկ ասի խելոք մնա, ես խելոք եմ, ես հիմա էշի պես աշխատում իմ երեխաքը պահեմ եմ։ Որ չգնայի, ոչ մեկ էլի բանի տեղ չեն դնում։ Վարչական ղեկավարը խոստում տվեց, ջրի խնդրով կզբաղվեն։ Հիմի կաշխատենք, այս հարցը կհարթենք, իր ջուրն էլ կսարքենք։ Այս պահին կրկին ուղիղ կապ հաստատենք հակակոռուպցիոն կոմիտեի մոտ աշխատող իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանի հետ։ Ռոբերտ, կարծես այդտեղ նոր զարգացումներ կան եւ տեղեկություններ կան, որ Վարդան Ղուկասյանն է շենքից տարվել։ Եթե ոստիկանական ուղեկցություն է եղել, դա նշանակում է, որ արդեն կալանքի միջնորդությունը դատարանում կքննվի, որովհետև քո տեղեկություններով հենց իրավապահներից ստացած կալանքի միջնորդություն են նրանք ներկայացնելու դատարան։ Այո, Աստղիկ, քիչ առաջ այսպես մի յուրօրինակ գործողություն եղավ ոստիկանական, արդեն ակնկալվում է, որ ամեն րոպե Վարդան Ղուկասյանին կտեղափոխեն հակակոռուպցիոն կոմիտեից եւ ոստիկանական զորքեր ժամանեցին եւ արդեն հետևի մուտքի մոտ նրանք տեղափոխվեցին, այսպես շղթա կազմեցին ու բոլոր քաղաքացիները ու լրատվամիջոցները հավաքվեցին այդ վայրում, ինչ մենք սպասում էինք, այնտեղ շատ կարճ ժամանակով լարվեց իրավիճակը, րոպեներ անց տեսանք, որ արդեն գլխավոր մուտքից այդ ոստիկանական այն մեքենան, որով
ձերբակալված անձանց են տեղափոխվում, արդեն այս գլխավոր մուտքի դիմացից գնաց այդ ազդանշանները միացրած, այսինքն այսպես կարելի է ասել ըստ էության խաբեցին հավաքվածներին, թե երբ կքննվի այդ կալանքի միջնորդությունը, ասել չեմ կարող, հակակոռուպցիոնից ասել են, որ միջնորդությունը դատարան ներկայացվել է, փաստաբանը սակայն հայտարարեց, որ ինքը ծանուցում չի ստացել, իսկ եթե ինքը ծանուցում չի ստացել, նման միջնորդություն դատարան ներկայացվել չի կարող, այսինքն դա ապօրինի է, ենթադրաբար դա այդ զրույցը փաստաբանի հետ մոտ 30 րոպե առաջ էր, հիմա չեմ կարող ասել այս ընթացքում նա այդ նամակը ստացավ, թե ոչ, թե երբ կքննվի արդեն այդ կալանքի միջնորդությունը, նույնպես ասել չեմ կարող, փորձը հաշվի առնելով կարող է ինչ-որ որևէ ժամ նշանակվել պայմանական կեսգիշերին կամ ավելի ուշ եւ այդ քննությունը սկսվի։ Այս պահին այլ տեղեկություններ չունեմ, Աստղիկ։ Ռոբերտ, եւ փաստաբանների այսպես խոսքից խնդրում եմ փոխանցես, նրանք Վարդան Ղուկասյանի հետ այդ գործողություններից, քննչական գործողություններից հետո դուրս եկան եւ մեղադրանքի մասին ինչ են ասում, ընդունում է մեղադրանքը, չի ընդունում։ Այո, Աստղիկ, փաստաբանը միանգամից հենց դուրս եկավ եւ առաջի բանը ինչն արեց լրագրողների հետ զրուցելն էր, նա նախ ավելի վաղ ասել էր, որ Ղուկասյանն այս մեղադրանքը չի ընդունում, իսկ այս ճեպազրույցի հիմնական մասը այդ ըստ էության այդ ձայնագրության մասին էր, պաշտպանական կողմը չի բացառում, որ այն կարող է մոնտաժված լինել, նաև տեղեկացրեց, որ նրան մեղադրանք են առաջադրել խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով, սակայն հենց բուն տեքստը ըստ փաստաբանի վերաբերում է կաշառքի պահանջին, ինչ վերաբերում է մյուս դրվագներին, հիշում եք հակակոռուպցիոն կոմիտեն այսօր տեղեկացրեց, որ եւս 7 անձի են ձերբակալել, ըստ փաստաբանի դրանք այլ դրվագներ են, որոնք ուղիղ Վարդան Ղուկասյանին չեն առնչվում։ Այստեղ էր նաև փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որը ցանկանում էր ներգրավել որպես պաշտպան, սակայն նրան շենք մտնել թույլ չտվեցին, թեև իր մոտ ուներ գրությունը, որով Ղուկասյանի գրությունը, որով նա պետք է ներգրավեր, սակայն նրան շենք մուտք գործել թույլ չտվեցին։ Փոստանջյանը հենց այստեղ դատարանի բակից զանգեց դատարանի քննչական հակակոռուպցիոն կոմիտեի առջևից զանգահարեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ահազանգելով, սակայն կարծես արդյունք չեղավ, Աստղիկ, թերևս այսքան, այս փոքրիկ սխալների համար ներողություն, մենք արդեն 4-5 ժամ է ոտքի վրա ենք, Աստղիկ։ Շնորհակալ եմ քեզ, Ռոբերտ Զարգարյանը հակակոռուպցիոն կոմիտեից էր հաղորդում եւ միջազգային ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական կոնֆլիկտն է։ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախօրեին Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Ռուսաստանի նոր տարածքներ զիջելուն։ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցում ըստ միջազգային մամուլի պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահի պահանջը Դոնեցկը զիջելն է եղել։ Մինչ այդ քննարկումների առանցքում մեծ հեռահարության Թոմահոկ հրթիռների հարցն է ու արդյոք Վաշինգտոնը Կիևին կտրամադրի մի զենք, որն ուկրաինական զինուժին հնարավորություն կտա հարվածել Ռուսաստանի խորքին։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմը պետք է դադարեցնեն այնտեղ, որտեղ զորքերը հիմա կանգնած են։ Դոնալդ Թրամփը նաև հերքել է հրապարակումները, թե անցած շաբաթ Վաշինգտոնում հանդիպմանը Ուկրաինայի նախագահին համոզել է, որ հանուն խաղաղության ամբողջ Դոնբասը զիջի Ռուսաստանին։ Ոչ, մենք երբեք դա չենք քննարկել։ Կարծում ենք, որ զորքերը պետք է պարզապես կանգ առնեն առաջնագծում, որտեղ գտնվում են, դադարեն մարդկանց սպանել եւ ավարտեն պատերազմը։
Washington Post-ը գրել էր, որ Թրամփի հետ 5 շաբթի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը պնդել է, որ խաղաղություն հաստատելու պայմաններից մեկն այն է, որ Դոնեցկի մարզը պետք է ամբողջությամբ անցնի Ռուսաստանի վերահսկողությանը։ Financial Times-ն էլ գրել էր, որ Սպիտակ տանը Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը շատ լարված է անցել։ Թրամփը անընդհատ գոռգոռացել է, հայհոյել, Զելենսկին զգուշացրել է, որ պետք է ընդունի խաղաղության հասնելու Պուտինի պահանջները, ասելով, որ հակառակ դեպքում մեջբերում եմ նա կոչնչացնի ձեզ։ Ըստ թերթի Թրամփը կրկնել է խնդրի կարգավորման Կրեմլի թեզերը եւ մի կողմ է նետել Ուկրաինայի քարտեզները, ասելով, թե հոգնել է առաջնագիծը տեսնելուց։ Զելենսկին իր հերթին բացառել է, որ Ուկրաինան որևէ հավելյալ տարածք կզիչ Ռուսաստանին։ NBC News-ին տված հարցազրույցում նա նաեւ բացառել է, որ խաղաղություն կարող է հաստատվել առանց Ուկրաինայի։ Ապա հավելել, արդար եւ տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է համաձայնություն, մեջբերում եմ այս ողբերգության երկու կողմերի միջեւ։ Եթե ուզում ենք դադարեցնել այս պատերազմը եւ արագ անցնել խաղաղության շուրջ բանակցությունների, ապա պետք է առաջնագծում մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա եւ ոչ մի ավելի բան չտանք Պուտինին, միայն նրա համար, որ ցանկանում է։ Զելենսկին նաեւ ասել է, որ պատրաստ է միանալ Թրամփին եւ Պուտինին Բուդապեշտում նախատեսվող հանդիպմանը։ Նաեւ նշել, որ Վաշինգտոնում քննարկվել է նաեւ հակաօդային պաշտպանության 25 Patriot համակարգ գնելու հարցը, որոնք կստանան մի քանի տարում։ Այժմ պատրաստում են պայմանագրերը։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտնել է, որ Թրամփը դեռ որոշում չի կայացել Կիևին Թոմահոք հրթիռներ տրամադրելու հարցում, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։ J.D. Vance-ն ասել է, որ դրանք նաեւ ԱՄՆ-ին են անհրաժեշտ սեփական կարիքների համար։ Մենք գիտենք, որ նրանք ուզում են այս զինատեսակը, նախագահը ի վերջո որոշում կկայացնի այս հարցի շուրջ, բայց նա դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային Թոմահոք հրթիռներ տրամադրելու համար։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուրջ աշխատում են խաղաղության հասնելու համար։ Դմիտրի Պեսկովը սակայն Ուկրաինային մեղադրել է գործընթացին խոչընդոտելու համար։ Կիևից շատ հակասական հայտարարություններ են ստացվում։ Կիևի ռեժիմի դիրքորոշումը նույնպես լի է հակասություններով։ Այս ամենը իհարկե չի նպաստում խաղաղության գործընթացին։ процессу мирного урегулирования. Անդրադառնալով Թրամփի հայտարարություններին, որ պատերազմը պետք է դադարեցվի եւ կողմերը մնան իրենց այսօրվա դիրքերում, Պեսկովն ասել է, որ նախագահ Պուտինի դիրքորոշումը չի փոխվել հրադադարի հարցում։ Մինչ Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային, ԵՄ արտգործնախարարը հայտարարել է, թե հաճելի չէ, որ ԵՄ տարածք կարող է մտնել մարտ ու միջազգային քրեական դատարանը ձերբակալելու օրդեր է տվել։ Կայա Կալասը ողջունել է պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ջանքերը, ապա հավելել, Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն հաստատել։ Ռուսաստանը միայն ուժի լեզուն է հասկանում եւ բանակցում է, երբ իսկապես ստիպված է։ Ահա թե ինչու են քննարկում, թե ավել ինչ կարող ենք անել։ Ակնկալում ենք, որ այս շաբաթ կընդունվի նաեւ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Ֆրանսիայի արտգործնախարարն էլ ասել է, որ այս փաթեթի ընդունումից հետո կսկսեն աշխատել հաջորդի վրա։ Ս. Ժան-Նոել Բարոյի այն կթիրախավորի այն երկրներին եւ ընկերություններին, որոնք շարունակում են ուղղակի կամ անուղղակի աջակցել Ռուսաստանի պատերազմական ջանքերին։ Խոսելով ԵՄ տարածքում Պուտինի հնարավոր ներկայության մասին, Բարոն ասել է, որ դա միայն մեկ դեպքում արդարացված կլինի։ La présence de Vladimir Poutine sur le territoire de l'Union. Վլադիմիր Պուտինի ներկայությունը Եվրամիության տարածքում իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դա հանգեցնի անհապաղ եւ անվերապահ հրադադարի։ Ավելին, Պուտինի շահերից է բխում համաձայնել անհապաղ հրադադարին, քանզի ժամանակը նրա դեմ է աշխատում։ Politique de pression sur le régime de Vladimir Poutine. ԵՄ անդամ երկրների էներգետիկայի նախարարները հավանություն են տվել մինչև 2028 թվականի հունվարը ռուսական նավթի եւ գազի ներմուծումը փուլերով դադարեցնելու առաջարկին, որպեսզի սահմանափակեն պատերազմը ֆինանսավորելու Մոսկվայի եկամուտները։ Պայմանները պետք է վերջնական բանակցվեն Եվրախորհրդարանի հետ, որը դեռ քննարկում է դիրքորոշումը։ Ռուսական կողմը գիշերը շարունակել է հարվածել Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների, նաև հայտարարել է, որ եւս երկու բնակավայր է վերցել։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Բելգորոդին եւ այլ շրջանների։ Ըստ Reuters-ի Օրենբուրգի գազամշակման գործարանի վրա ուկրաինական զինուժի հարձակումից հետո Ղազախստանը կրճատել է Ռուսաստանին գազի մատակարարումը։ Այս ժամի համար այս թեմաներն էինք առանձնացրել, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է ազատություն.am կայքում, հետևեք եւ ծանոթ եղեք օրվա նորություններին, հաջողություն։